Եվ այսպես, ինչպես գիտեք, երեք տեղեր ունեցել Հայաստանի դատական իշխանությունների պատմության մեջ երևի թե ամենանախադեպ երևույթներից մեկը, մի մարդու 3 անգամ հրավիրել են դատարան։ 3 երրորդ նախագահ 3 անգամ իր թիմակիցների, փաստաբանների հետ միասին ներկայացել էր հակակոռուպցիոն դատարան 3 անգամ օրվա ընթացքում։ Սերժ Սարգսյանի դեմ հարուցած 4 շինծ ու քրեական գործերը հիշեցնեմ, որ միավորվել էին 2 գործի մեջ եւ 3 անակնկալ կերպով 2 այդ գործերով դատարանը դատախազության միջնորդությամբ հրավիրել էր դատական նիստեր, որոնցից մեկը հետաձգվեց, իսկ հետո նորից կայացավ։ 3 դատարաններում քննվում էր դատախազության միջնորդությունը, հիմար շինծ ու հորինված վիրավորական մեղադրանքով կամ պատրվագով ավելի ճիշտ, այն է Սերժ Սարգսյանը պատրաստվում է հեռանալ երկրից եւ չվերադառնալ զավեշտալի հիմնավորմամբ, երրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու եւ կրկին բացակայելու արգելքը վերականգնելու համար, ինչը թույլ չի տալիս նախագահին արդեն երկար ժամանակ թե անձնական, թե քաղաքական հարցերով մեկնել Հայաստանի Հանրապետությունից։ Այնքան էր նիկոլական պրոպագանդան, նիկոլական ապարատը, Նիկոլա անձամբ այդ խնդրով շահագրգիռ, որ անգամ դատավորներից մեկին իր հարազատի սքո արարողություններից կտրել, բերել էին եւ փաստացի ստիպել էին նիստ անցկացնել։ Իմ ցավակցությունները այդ ընտանիքին։ Ի պատիվ երեկվա նիստերի ընթացքում դատարանի դրսևորած կեցվածքին, դատարանները այնքան անհիմն էին գտել այդ զավեշտալի մեղադրանքները կամ այսպես կոչված տեղեկությունները, որ որևէ մի դատարան այդ տեղեկությունները չբավարարեց եւ երեք Սերժ Սարգսյանը կարողացավ պաշտպանել իր իրավունքները դատարաններում եւ սեկտա այսպես կոչված բաց մնաց նախագահի։ Երեկոյան վերադարձանք գրասենյակ եւ բոլորս մտորում էինք ինչով է պայմանավորված այս նոպան, Նիկոլայ նոպան ամեն կերպ, ամեն գնով նորից փակել երրորդ նախագահի սեկտը եւ արգելել նրան լքել երկիրը։ Պարզ է, չէ, որ ինչպես նախագահը երեք ասեց, անգամ մահապատժի դատապարտվելու դեպքում նա երբեք չի լքել Հայաստանը։ Սա մեր երկիրն է, ոչ թե սրանց երկիրն է։ Եվ կանխատեսում էին, որ այսօր եւս մի քայլ նիկոլական ռեպրեսիվ ապարատը կձեռնարկի, ինչը եւ տեղի ունեցավ։ Այսօր ցերեկը նախագահին հրավիրել են քննչական մարմիններից մեկի գրասենյակ եւ ներկայացրել են մի նոր զավեշտալի մեղադրանք, զուտ որպես պատրվակ, զուտ որպես առիթ, որպեսզի այդ հիմքով արդեն նախաքննության ընթացքում արգելեն նախագահի բացակայությունը, արգելեն նրան մեկնել Հայաստանից եւ այդպիսի մեղադրանքով Սերժ Սարգսյանը այսօր ցերեկվանից նորից գտնվում է այդ ապօրինի ակնհայտ քաղաքական սանկցիայի տակ։ Ինչին է վերաբերում այդ մեղադրանքը։ Երևի թե տեսել եք արդեն նախագահի պաշտպան Աբրահամ Մակինյանի արձագանքը, եթե ոչ, ապա անմիջապես մեր եթերից հետո ես կդնեմ այն որպես հղում եւ կխնդրեմ ծանոթանալ, առայն որ այդտեղ որևէ իրավաբանություն հերթական անգամ չկա։ Ներեցեք։ Որպեսզի դուք հասկանաք ինչի մասին է խոսքը, ապա փորձեմ ես էլ մարդավարի լեզվով մանրամասնել, այսպես ասած։ 2019 թվականին Օղորմած հոգի Միքայել Բաղդասարովի արձակնությունների ընթացքում նախաքննական մարմինը սխալ թարգմանությամբ կորզել էր որոշակի, այսպես ասած, ցուցմունքներ երրորդ նախագահի դեմ։ Հետո, երբ որ երես-բերես են արել, առերեսում են արել նախաքննական մարմնում Սերժ Սարգսյանին եւ լուսահոգի Միքայել Բաղդասարովին, ապա այդտեղ այդ ցուցմունքից պարոն Բաղդասարովը հրաժարվել է եւ հիմնավորել է, որ այն արձանագրվել է սխալ կերպով, որովհետեւ գիտեք նա ռուսախոս էր եւ սխալ թարգմանության կամ ուղղորդված սխալ, եթե ավելի այդպես ուղիղ խոսենք, թարգմանության արդյունքում այդպիսի զավեշտալի մեղադրանքներ տեղ էին գտել արձանագրության մեջ։ Մի խոսքով
Միխայել Բաղդասարովը այդ ցուցմունքը տվել էր, սխալ էին թարգմանել, հետո նա այդ թարգմանության հիման վրա հրաժարվել էր այդ ցուցմունքից առերեսման ժամանակ եւ այդ թեման մեռել էր, չկար ընդհանրապես։ Միխայել Բաղդասարովի այդ առնչվող գործի կապակցությամբ 2025 թվականին արդեն այս տարի, խնդրում եմ ֆիքսել 6 տարի անց, այդ քրեական գործը ուղարկվել է դատարան եւ հիմա դատաքննության փուլում է։ Ամենակարևորն այն է, որ այսօր Սերժ Սարգսյանին վերագրված դրվագը այդ գործի մեջ, դատարան ուղարկված փաթեթի մեջ գոյություն չունի, չկա։ Այսինքն 19 թվականին իրենք ստացել են որոշակի ցուցմունքներ, այդ ցուցմունքները պարզվել է, որ սխալմունքի, այսպես ասած, շակերտավոր արդյունք են իրենց կողմից, եւ այնքան ակնհայտ էր, որ այդտեղ թեմա չկա, պրոբլեմ չկա, Սերժ Սարգսյանի վրա չեպե չկա, կեղծ չկա, որ անգամ իրենց հորինված շինծու ընդհանուր գործի մեջ այդ թեման չեն ներառել։ Իսկն այդ դրվագը գոյություն չունի դատական ատյանին փոխանցված գործի մեջ։ Եվ այսօր 6 տարի անց, հիշելով, որ 19 թվականին ինչ որ մի բան կարող էին բստրել կամ բստրել էին, հետո ծակվել էին, բռնվել էին, որ խաբում են, բայց այնուհանդերձ վիզ պետք է Սերժին արգելել մեկնել երկրից, այդ դրվագով կանչել են եւ նոր մեղադրանքի առիթով փակել են նախագահի մեկնելու իրավունքը։ Բազմաթիվ հարցեր են առաջանում, չէ՞ ձեզ մոտ, այսինքն 6 տարի հետո այդ դրվագով հիմա այդ մեղադրանքի առաջադրումը, եթե նայենք, ենթադրենք դիցուկ իրավաբանության աչքերով, ինչ Հայաստանում վաղուց գոյություն չունի, ապա ինչ հարցեր կարող են առաջանալ։ Հարց առաջին, եթե 19 թվականից հայտնի ձեզ դրվագը իրոք պարունակում էր քրեական հետապնդման հիմքեր կամ կասկածներ, ինչու այդ դրվագը տեղ չի գտել 25 թվականի հունիսին դատարան փոխանցված գործի մեջ։ Այստեղից պատասխան էր, չի գտել տեղ, որովհետև այդտեղ քրեական որևէ հիմք չկա, շատ տրամաբանական պատասխան է, այդ դեպքում առաջանում է հաջորդ հարցը, իսկ ինչու է հիմա 6 տարի անց այդ դրվագով նախագահին առաջադրվել մեղադրանք։ Երկրորդ պատասխանը այն է, որ այդ հիմքում եղել է դիցուկ քրեական էլեմենտ եւ դուք 6 տարի թաքցրել եք այդ քրեական ներեցեք տարը հիմքը եւ դատարան ուղարկված փաստաթղթերի մեջ չարամտորեն այն չեք ներառել, թաքցրել եք հնարավոր վերագրվող հանցագործությունը։ Ակնհայտ է, չէ, որ երկու պատասխաններից այն կողմ ուրիշ պատասխան չկա, կամ այնտեղ չեպե չկա, դուք հիմա նախագահի գլխին սարքելու համար ուրիշ թեմա չեք ունեցել եւ չեք հորինել, հանել եք փոշոտ դարակներից մի դեֆեկտավոր, այսպես ասած, բան, փաստաթղթեր եւ փորձել եք դրա հիման վրա նախագահին արգելել մեկնել երկրից, կամ էլ եղել է հանցագործություն, որ դուք 6 տարի պարտակել եք փաստորեն, չուղարկելով այն ժամանակին դատարան։ Չէ, իհարկե կա նաեւ երրորդ տարբերակը, որը զավեշտալի կարող է թվալ, բայց հաշվի առնելով, որ այս ամբողջը զավեշտալի է, որ լուսահոգի Միխայել Բաղդասարովը վերակենդանացել է եւ նոր ցուցմունք է տվել երրորդ նախագահի դեմ։ Չեմ զարմանա, եթե պարզվի ըստ ձեր փաստաթղթերի, որ երրորդ տարբերակի վրա եք հողմանում իհարկե։ Աստված հոգին լուսավորի, նորից ասեմ։ Այսինքն այս ամբողջ պատմությունը ծագել է Երևանից, երբ որ նախագահ Սարգսյանին փորձել են դատական ատյաններով արգելել մեկնել երկրից, հետո տեսել են, որ իրանց բերած հիմնավորումները, դատախազության բերած հիմնավորումները այնքան զավեշտալի են ու դատարկ, որ այդ հիմնավորումներով դատարանները եւ ոչ մեկ դատարաններ չի բավարարել այդ միջնորդությունը, ափալ-թափալ գիշերը մտածել եք, թե ոնց կարելի է Սերժի գլխին փորձել նորից սարքել եւ ոչ մի բան ձեր մտքով չի անցել, քան այս հերթական անտաղանդ խայտառակ բեմադրությունը։ Առհասարակ, եթե Նիկոլ Փաշինյանը լիներ սերիալների ռեժիսոր կամ սցենարիստ, ապա նա կարող էր հավակնել աշխարհի ամենաանտաղանդ, ամենաձանձրալի, ամենախայտառակ ռեժիսորի կամ սցենարիստի կոչմանը, ցավոք սրտի ինքը չի զբաղվում կինոյով, իսկ իր նկարած կինոն
ողբերգություն է, որը տեղի ունենում Հայաստանում իր ռեժիսորությամբ, իր սցենարով եւ նույնքան անտաղանդությամբ, որքան արյունալիությամբ եւ անարդարություններով, ինչևէ։ Սա է ամբողջ պատմությունը։ Նախագահ Սարգսյանին այսօր արգելել են մեկնել, հանել են, այսինքն արգելել են մեկնել երկրից այն դեպքում, երբ որ, սա էլ ուզում եմ հատուկ շեշտել, երբ որ նախորդիվ երկու դատարաններն էլ նման թույլտվություն տվել էին, հաշվի առնելով, որ բազմաթիվ հանգամանքներ։ Հիշեցնեմ, որ այդ նիստերը անց են կացվել դռնփակ, այսինքն պարունակել են նաև անձնական կյանքին վերաբերող դրվագներ, եւ այդ դրվագների հիմքով են դատարանները թույլատրել նախագահին մեկնել արտերկիր։ Այսօրվա նիկոլական ջղակցկումը, նոպան այսպես ասած, այսինքն երեկվանից սկսած նոպան, հանգեցրել է նրան, որ Սերժ Սարգսյանը ոչ անձնական, ոչ էլ քաղաքական, սա հատուկ ուզում եմ շեշտել, հիմքերով, հիմնավորումներով նորից չի կարող մեկնել երկիր։ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի է, որի անձնական կյանքը անձեռնմխելի է եւ որ ունի նաեւ համապատասխան բազմաթիվ իրավունքներ եւ ազատություններ, այդ թվում տեղաշարժման ազատությունը, որը բիրտ կերպով այսօր սահմանափակվեց նիկոլական ռեպրեսիվ ապարատի կողմից։